Տիկին Ղազարյան, Տիկին Վարդանյան, այստեղ ամբիոնից հնչեցնելու համար պարտադիր չէ, որ կեղծեք իրականությունը, սուտ ասեք, եթե դուք մի քիչ ուսումնասիրեք, տեսնեք, որ համանման նախաձեռնություններ Դաշնակցության խմբակցությունը իրականացրել է, այո, բախվել է նույն կարծր տեսակետին եւ էլի հիմնավորում էր այն ժամանակ բերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն եւ այլն։ Պետականության մասով զինանշանի նկատմամբ անարգանքը քրեականացնելու օրենքի նախագծի հեղինակը Հայ-Հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունն է եղել, դա էլ չգիտեք երևի։ Նայեք, ուսումնասիրեք։ Ի տարբերություն ձեզ, մենք մշտապես ենք մեր պետականության ամրացման կողքին եղել։ Եվ երբ որ պարոն Կոնջարյանը այստեղից վկայակոչում է եւ հայտարարում է Դաշնակցությունը այլևս անելիք չունի ու այսպես անպագորգոր բան, դուք ճիշտ եք ասում, ձեր ուրացման պայմաններում ինչ անելիք, դուք այնքան եք ուրացել ու շարունակում եք, որ ինձ թվում է հայոց պետականությունը կործանելու տեսակետից միակ անելիքը ձերն է մնացել, եւ սա այն ուժերի ու այն խմբերի ցանկությունն է, որը շարունակում են պահպանել ձեզ եւ անընդհատ մղել նոր հայոց պետականությունը թուլացնելու վարկագծի։ Ինչ է նշանակում ազգային ժողովի բարձր ամբիոնը օգտագործել ոչ միայն այլանդակելու հայոց պատմության անցյալը, ոչ միայն աղավաղելու, այլ նաեւ ամեն ինչ անելու, որպեսզի հայոց պետականության հենասյուներ հանդիսացող մեր ինքնության, հայ ժողովրդի ինքնության, չասեմ ձեր, չասեմ մեր հայ ժողովրդի ինքնության, որտեղ այստեղ այս ամբիոնից անդադ օգտագործում եք ինքնություն, դա պետք է պարզել իսկապես էլի, ով է հայ ժողովրդի ինքնության մաս դարձել։ Եվ այս ամբիոնը օգտագործելով անընդհատ ինքնությունը թիրախավորելով հանդերձ, հարվածել ինքնությանը, հարվածել հայ ժողովրդի արժանապատվությանը, ոչնչացնել հայ ժողովրդի դիմադրողականությունը, հրապարակային ստել, կեղծել ու ձախողված ձեր կառավարումը ներկայացնել որպես իրականության սթափ գնահատում, սա խայտառակություն է, սա պետականությունը հենց կործանելու ուղիղ ճանապարհ է։ Եթե դուք ասում եք ինքնահայեցման մասին, իսկ դուք երբ եք ինքնահայեցել։ Եվ ինքնահայեցողը կելնի ստեղից կանգնի ու կասի, որ մենք վերատեսության ենթարկեցինք մեր մոտեցումները եւ գտանք, որ օրինակ Արցախը այլևս Ադրբեջան է, սա է ձեր ինքնահայեցումը։ Սա է ձեր ինքնահայեցումը, երբ որ ելնում եք այստեղից եւ նահատակների մասին այնպես եք խոսում կամ բանակցությունների ձախողման մասին կեղծ վերագրումներ եք անում ընդդիմությանը։ Իշխանությունը դուք եք եղել եւ պատասխանատուն դուք եք։ Եվ պատասխանատվություն կրողնել եք դուք լինելու իշխանապողությունից հետո էլ, այո, արդար դատական համակարգով ամեն մեկը ստանալու է իր պատասխանատվությունը։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Հարակից զեկուցող հաջորդ հարցն ենք անդրադառնում։ Պարոն Խաչատրյան, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ հարակից զեկուցման համար